Մեծ պետություն է պետք Արցախի այդ պետության անվտանգությունը շարունակելությունը ապահովելու համար։ Մեզ Արցախ է պետք մադաղ սերնդին դաստիարակելու համար։ Մեզ արժանապատիվ ու պինդ հայ է պետք։ Արցախը պերս սարքին, որ վաճառեին, բանակը պանդ, որ քայքայեին, կրթությունը վադը, որ այլասերեին։ Հետևաբար Արցախ վերադարձը պարտադիր է։ Մենք պարտավոր ենք կրկին վերադառնալ Արցախ։ Պարտավոր ենք վերադառնալ մեր արժեքներին, պարտավոր ենք մեր ինքնասիրությունը կրկին վերականգնելու։ Եկեք լսենք երիտասարդ սպային Լևոն Հարայանին, ով անցել է ամբողջ Արցախը, ով երբեք Արցախը պերճ չի համարել, ով պատրաստ է հանուն Արցախի նորից գնալ ինքնազոհության։ Եկեք հասկանանք, ինչ է մտածում իրական երիտասարդությունը, ով տեսել է պատերազմ և ով չի կարող համակերպվել պարտության հետ։ Լևոջան, պերիվետ։ Արկարչ։ Իրես չէ, իշկան ճավրայելում կրված տղակա է սաղին ու որպես աղարցիվ կնայեմ մշտապես։ Շնորհակալություն։ Որովհետև հիմնական արձիվներից մեկն է դու ես։ Ինչ ինձ միշտ կուրախացնել, Լևոջան, որ դու քո վաշտը ձողեր չի տվել։ Առավել ևս որ ճարականում սաղասը գիտենք ամենածանր մարտերներին ու ցավոք սրտի մեր տղեկից, մեր եղբայրներից շատ-շատերին կորցրեցինք հենց այդտեղ։ Չգիտեմ, քո փորձառությանը դարձունքներ թե Աստծո նախախնամության Աստծո նախախնամություններ կար ջան, ու ծառայության սպաների, ծառայության պետ, ծառայության սպա վաշտի հրամանատար, տասագի հրամանատարներ, ճիշտ ստրուկտուրված ծառայության կնադականներ, ճիշտ ծառայություններ որ բերեց դոր ու կնադականը հենց այդ ծառայության որ մենք ունենք արդյունք որ խնդիրը կատարել ենք որևիցե մի ուղղության վրա ենթակա համագործակցող վերադաս հրամանատարության հետ կապի բացարձակ ընդհատում չի եղել, ու անձնակազմը ողջառող հասցրել ենք իրենց ծնողներին, իրենց տներին։ Ամենակարևորը այդ Աստծո նախախնամությամբ եղել է ամեն ինչ։ Փառք Աստծո, իհարկե։ Բայց ափսոս որ համ զոհերն էին շատ ու շատ ափսոս որ մենք կորցրեցինք այն թանկ պայած հայրենիքը, որով իսկապես սերունդներ մեծացան, սերունդներ դաստիարակվեցին։ Պատերազմի ժամանակ ամենաթեժ վայրում դու ամենակարևոր ֆունկցիաներից մեկն ես կատարել, դու քո վաշտդ կարողացել եք ապահովել կապը։ Այ ինչ դեր ուներ պատերազմի մեջ հենց կապը։ Առավել ևս 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ընդհանրապես կար ջան, կապը զորքերի ներվն է։ Ինքը կապող օղակն է։ Պատկերացնենք համեմատական տանենք մարդու հետ։ Մարդու օրգանների մեջ ներվային հանգույցներով կապ հաստատողն է, հա։ Մատդ կցավը ներվային հանգույցներով կհասնի ուղեղին հազնշան կուտա որ մատդ կցավը նույնն կապն է։ 2016 թվականի քարորյա պատերազմից հետո կապի զորքերի խնդիրը բազմապատկվեց։ Տեսաչերմային սարքեր, լուսանկարանող սարքեր, օպտիկամանրաթելային կապուղիներ, մինչև առաջի մարտակարգեր, հա, մինչև մարտական դիրքեր հասցնելու մեր զորամասում մեր ուղղությամբ այդ ամեն ինչը կարողացանք հասցնել ավարտել մինչև պատերազմի սկիզբը։ Բոլոր մարտական դիրքերը համալրված էին եւ ռադիոկապով, եւ գծալարային կապով, եւ օպտիկամանրաթելային կապով, ջերմատեսիլ նկարանող սարքերով, տեսախցիկներով, որով կարողանում ենք ուսումնասիրել հակառակորդի շարժը, պատերազմի ժամանակ նաեւ կարողանալով այդ տեխնիկական միջոցներից օգտվելով մեր հրետանավորներին եւ այլ ստորաբաժանումներին ճիշտ նշանակի տալ։ Ինչպես նաեւ կապը ամենակարևոր օղակներն դերակատարությունը այն ամեն ինչում, որ համագործակցող ստորաբաժանումների հետ կարողացանք ճիշտ ու ժամանակին կապ հաստատել։
որովհետև համագործակցող ու օգնող ստորաբաժանումները հիմնականում թիկունքային զորամասերն են մեր ուղղությամբ, չգիտեմ, Գյումրիից, տարբեր, այո, մեր թիկունքային ստորաբաժանումները, որոնք որ տեղանքին ընդհանրապես ծանոթ չեն։ Մեկ, երկրորդը մեր ունեցած իրանց ունեցած ուժերն ու միջոցների դասավորվածությունը եւ այլն մենք մեկս մեկիս հետ կոորդինացնում ենք կապի միջոցներով։ Դե որս որտեղ ենք, ինչ ենք եւ այլն։ Հասկանալի է։ Դա շատ հետաքրքիր բան ասացիր միջև պատերազմը մենք արդեն ամեն ինչը համալրել ենք, իսկ շատ հաճախ կա նաեւ այդպիսի կարծրատիպ, որ մենք պատրաստ չենք եղել, ամենայն դեպս զենք չենք ունեցել, զինամթերք չենք ունեցել, շատերը խոսան, որ այդ քո ասած ջերմատեսիլները չենք ունեցել, չգիտեմ, գիշերային համապատասխան սարքերը չենք ունեցել, բայց փաստորեն ճարագան այդ ամեն ինչով ապահովված է։ Ճարագանը որովից է կոնե մեր մասով ասեմ, կաբի համակարգի հետ կապված ինքը որևից է մի պրոբլեմատիկ հարց չի ունեցել, որովհետև ամեն ինչ համալրված է եղել ու վերադասարամանատարությունը դրան ուշադրություն է դարձրել։ Իսկ դեպքում որն է խնդիրը։ Այսինքն ամեն ինչ կար, կռվողը չկար։ Կռվողը բանակն էր։ Իսկ պատերազմում մենակ բանակը չի կռվում։ Հասկանալի։ Զուդեդ էր պատճառ։ Համաձայն ես իմ մտքի հետ, որ իրականում կոնե հայ իրականության մեջ բանակը հենց պաշտպանության բանակն էր։ Այսինքն ինքը հենց այդ կռվող ուժն էր։ Բանակը պաշտպանության բանակը ինքը մեր զինված ուժերի մերանն էր ըստ ինձ, որովհետև այն ավանդույթները, այն փորձը, որը պաշտպանության բանակն էր տալիս զինծառայողներին, չեմ կարծում, որ մնացած բանակային զորամիավորումները կարողանային տան, որտեղ խնդիրները այնտեղ պրակտիկ խնդիրներն ավելի շատ են։ Բախվում էր ամեն անգամ բախվում էր մի հատ խնդրի, որը պետք էր անմիջապես լուծել, որովհետև եթե չլուծեր հակառակորդը իսկույն իր կողմից միջոցառումներ կձեռնարկեր ու կարողանար մեր առաջ արդեն այլ ու ավելի ծանր խնդրի առաջ կկայնենք իր կատարած գործողությունների արդյունքում։ Այսինքն իսկ եթե այսօր պաշտպանության բանակ ուղղակի չպահվեց, ինչի էր կապված, խաղաղության ենք գնում դրա համար, թե այդ բանակը այլևս արդիական չէր, այլևս ինքը պիտանի չէր։ Չէ, պաշտպանության բանակի չպահվելը չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ինքը ավելի շատ քաղաքական, հա, երևի քաղաքական միտումներ ուներ, բայց չեմ կարող գնահատակալ տալ, հստակ գնահատակալ չեմ հասկանալի է, դու որպես իրական զինվորական պետք է չէ որ շատ քաղաքական իհարկե գնահատականներ տաս։ Իսկ լավ, բոլոր դեպքերում խնդիրը որտեղ էր, իրոք չկռվեցինք, թե վատ կռվեցինք, թե ուղղակի կռվին պատրաստ չէին, այդպես ու այդ աշխիր բան ասացիր կռվողը բանակն էր։ Այո, կռվողը բանակն էր, բայց բանակը կռվեց թե չէ։ Բանակը կռվեց։ Ով չկռվեց։ Բանակը կռվեց։ Բանակին ընդամենը համալրել էր պետք է։ Ճիշտ համալրել էր պետք է։ Երբ որ մոբիլիզացիոն զորքերը ըստ ինձ չպետք է գործող բանակի շարքեր մտցներ։ Որբիսի այդ մոբիլիզացիոն զորքը կարողանար ավելի, մոբիլիզացիոն զորքի ուժը ներուժը կարողանանք ավելի ճիշտ օգտագործենք, որովհետև գործող բանակի շարքերում եթե անպատրաստի կամ արդեն տարիքով մարդու մտցնում ես գործող բանակի շարքեր ու ինքը 18 տարեկանի հետ նույն արհեստավարժությամբ չի կարող այդ խնդիրը կատարել։ Իսկ այդ արդեն ստորաբաժանումների ներշտաշնակության կորուստ է։ Եթե պարզ ասենք նաև դառնում են ավելի շատ զոհվելու։ Դե հա, իսկ չեմ ուզում այդ բառը ասեմ, այսինքն մենք այս դեպքում ավելի շատ ապահովեցինք զոհվածների թվականակը, չէ՞։ Եթե փորձեցինք այդ քո ասած ոչ ճիշտ ոչ թե զոհվածների թվականակը, այլ խոճապը նպաստեց այդ համալրումը։ Ոչ զոհվելուն եւ այլ նմանատիպ այլ գործողությունների, հա, օրինակ խոճապի ելնելով այդ աշխարհազորային հելուն վազում էր խրամատից դուրս է, խրամաբջից դուրս էր գալիս ու սկսում էր վազել։ Չգիտենալով թե ուր է վազում, կամ կերևարվում էր, կամ է զոհ էր տալու։
Ըստ ինձ այդ մոբիլիզացիոն ստորաբաժանումները պետք է կորզեին բանակի հետ սինխրոն, բայց բանակի շարքերից դուրս։ Այսինքն ինքը կորձող բանակի հետ ընդհանրապես կապ պետք է չունենար։ Կապը պետք է ապահովեր բանակի հետ ընդհանրապես մենակ հրամ կազմը։ Սինխրոն ինքը իր աշխատանքը պետք է կատարեր։ Ուրիշ ոչ մի բան։ Այդ դեպքում ով պարտվեց։ Բանակը պարտվեց։ Բանակը չպարտվեց, բայց մենք բոլորս պարտվեցինք։ Բանակն է այդ հաշվում նաև բանակը։ Բայց բանակը որպես առանձին միավորում չի պարտվել։ Այ հետաքրքիր բան ես ասում։ Այսինքն մենք կռվել ենք, բանակը կռվել է, բայց պարտվել ենք։ Պարտությանը անուն պետք չէ դնել։ Ես չեմ ուզում անուն դնել, ես ուզում եմ ապագայի համար հասկանանք ինչն է եղել մեր սխալը ու ինչը մենք ապագայում չպետք է կրկնենք եւ ինչը պետք է մենք ավելի կատարելագործենք։ Եվ հետեւաբար 44-օրյա պատերազմը ինքը բավականին լավ այդ իմաստով կարող է մեզ խորհրդատու լինել։ Այսինքն մենք շատ լավ կարող ենք հետևություն անել հենց այդ պարտությունից ապագայում մեր թե պաշտպանությունը եւ թե հետ վերադարձ ապահովելու համար։ Այստեղ որն է խնդիրը, ես դա եմ ուզում հասկանալ։ Դե ընդհանրապես մարտավարությունները կրվում են պատերազմների ժամանակ։ Այո։ Դրանից է եկել այդ խոսքը, որ մարտական կանոնակարգերը գրված են այրունով։ Հիմա մենք պետք է վերլուծություն կատարենք, մենք պետք է վերլուծություն կատարենք ու հասկանանք, թե ինչ է ներ պատճառը, ես ինքս իմ մեջ վերլուծությունը շատ եմ կատարել։ Այս վերլուծությունն եմ ուզում, որովհետեւ մենք հիմա փորձենք թեկուզ շատ կարճ միասին հասկանալ։ Թե վերլուծությունն էր, որ պետք է պատրաստ լինենք 6-րդ սերնդի, 5-րդ սերնդի պատերազմ, որը հիմա առկա է։ Մենք հակառակորդի դեմ կռվում ենք, որպես օպերատիվ արվեստով նայենք, հա 3-4 սերնդի պատերազմը սովետական բանակի մարտական կանոնադրություններով են կռվում։ Այս հաջողությունները ինչ որ ունեցել ենք, այդ բանակի մարտական կանոնադրությունների հիման վրա ենք ունեցել այդ հաջողությունները։ Մեր զինատեսակները, մեր հանձնակազմ պատրաստման մեթոդներն ու ձևերը պետք է ավելի շատ արդեն արձիականացնենք եւ կարողանանք հասցնել նոր սերնդի պատերազմի նորմերին, որովհետեւ մենք կարողանանք հակառակորդին դիմակայել։ Դե հիմա Էդել տարբեր զինատեսակների, տարբեր ստորաբաժանումների նոր ստեղծված ստորաբաժանումները, որը ժամանակին չկար, հիմա արդեն պետքա ստեղծվեն եւ արդենից ստեղծվել են։ Նմանատիպ ստորաբաժանումների ներկայացման պետք է կարողանան խնդիր կատարել։ Մեր բացը, հա, մեր ամենաբացը, որ հոգեբանական առումով նշեմ, որ մենք հակառակորդին միշտ թերագնահատել ենք։ Իսկ հակառակորդին պետք է հաղթել առանց իրան թերագնահատելու։ Հիմա այդ կապ չունի, պատերազմի դաշտում ես, թե ռինգում ես, թե ֆուտբոլի ստադիոնում, հա, դա դաշտում ես, այդ արդեն կապ չունի։ Հակառակորդին չպետք է թերագնահատել։ Իսկ մեզ պրոպագանդելի հետևյալը հակառակորդը կենտանի է, հակառակորդը ոչխար է։ Հա իրականում ինքը ոչխարի կվերածվի այն ժամանակ, երբ որ իր ամենը խուճապ կմտնի։ Ինչը մենք չկարողացանք ապահովել։ Այո, երբ որ հակառակորդը հրամկազմ չի ունենա, այդ ժամանակ խուճապ կմտնի իր ամենը ու ինքը այդ մեզ հասած պրոպագանդված ոչխարը կդառնա։ Այ պրոպագանդան ասեցիր, կարևոր բան ուզեցի քո հետ քննարկել։ Իրականում այդ բայրակտարը այդքան սարսափելի էր, ինչքան որ մեզ ներկայացնում, որովհետև իմ պատկերացմամբ բայրակտարը դա հենց այդ նույն ժամանակի հետ համահունչ է, թե օրինակ բերենք ինքը նույն COVID-19-ն էր, այսինքն սկզբում COVID-ն չէր, մեր համար անհասկանալի ինչ որ վախեր ներշնչող մի հատ սարսափ էր, բայց երբ որ ամեն մեկս անցանք այդ COVID-ի միջից հասկացանք, որ ինքը ուղղակի ինչ որ գրիպի տեսակ էր։ Այ բայրակտարը իրականում այդքան սարսափելի էր, ինչքան որ ներկայացվում էր պատերազմի ժամանակ եւ հետո նաեւ պատերազմից հետո որոշ ժամանակ։ Բայրակտարը ինքը նորություն էր։
բայց ի տարբերություն այլ անօտաչու թռչող սարքեր ինքը բավականին մեծ է եւ իրան թռիչքողի է պետք տնելու համար։ Իսկ եթե դու օդում չես կարող իրանից պաշտպանվել, ուրեմն պետքա չթողնես, որ ինքը թռնի։ Իսկ մենք կարող ենք չթողնել։ Դե հայրենային ստորաբաժանումներ ունենք։ Ունենք, իհարկե։ Ու կարող ենք։ Բայց ինչ պատճառներով ու չեմ կարող քննադատական տալ, թե ինչ պատճառներով մենք այդ ամեն փաստացի իրանք հայտնվել են օդում, օդից իրանց խնդիրը կատարելով մեզ սկսել են խոցել։ Ինքը նորություն էր։ Իր մասին շատ ինֆորմացիա չունենք։ Բայց հնարավոր չէ որ 3-4 օրվա ընթացքում հասկանալ, որ լավ, եթե օդում չենք կարող խփել, կարող ենք այդ օդանավակայանը ոչինչ ասել։ Դե ես կոնկրետ այդ ստորաբաժանման կազմում չեմ եղել, որ կարողանանք խնդիր ստանանք ու այդ խնդիրը կատարենք։ Որ ասեմ հնարավոր է դա։ Թեորիապես տեսականորեն հնարավոր է։ Այս թե ինչ ուժերով ու ինչ միջոցներով այդ արդեն համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու վերլուծաբանները հասկանալի է։ Ուղղակի ինքը որպես այդպիսի նորություն, որ ինքը հարվածային էր ու հարվածայինից բացի երկար ժամանակ կարող էր մնալ օդում, ինքը մի շարք այլ նախկինում մեզ հայտնի ՀՏՍ-ներից ինքը տարբերվում էր իր տեխնիկական բնութագրերով, ուղղակի էդ էր, բայց նույնիսկ այդ պարագայում ստորաբաժանումների ճիշտ ղեկավարման արդյունքում հնարավոր դեպքեր են արձանագրվել շատ, որ ճիշտ ղեկավարման արդյունքում ստորաբաժանումները ոչ զոհ են տվել, ոչ վիրավոր են տվել հակառակորդի բայրակտարների խոցումներից հետո։ Այդ կոչվում է հրամանատարի ժամանակին ճիշտ որոշում կայացնելու ունակություն, որ կարողացել է ժամանակին ճիշտ որոշում կայացնել ազնվական ստանդարտներից դուրս, մարտավարական ստանդարտներից դուրս տեղաշարժեր է կազմակերպել, այսինքն զինծառայակիցների միջև հեռավորությունները համապատասխան կարգով չի թողել, այլ շատ է թողել, չի թողել մեքենաները շարասյուններով չի տարել, չի բերել ու դրա համար էլ կարողացել է, որ զոհերից ու վիրավորներից խուսափի իր մարտական խնդիրը կարողացել է կատարել։ Բայց որպես այդպիսին ինքը նորություն էր ու բաց է դա էր, որ մենք մեր ունեցած մարտական կանոնագրքերով եւ այլ դիրեկտիվներով պատերազմը միայն կանոնակարգով ու դիրեկտորով չէ, նաև իրավիճակային որոշումներն էր կարող։ Իսկ այդ դեպքում ցավոք սրտի ցավով մենք արձանագրենք, իհարկե մեր խնդիրը որևէ մեկին ինչ-որ բանում մեղադրելը չի, բայց մեր թիվ 1 խնդիրը հենց այդ բայրակտարն էր, որի դիմացը չկարողացանք առնել, մեր թիվ խնդիրներից մեկը այսօր նաև օրինակային էր, որ երբեք բայրակտարը կոնեք 44 օրյա պատերազմի ժամանակ չէր խփում, ասենք թեթև մարտատար մեքենային կամ պիկապին։ Ինքը ավելի շատ կենտրոնացված էր մեծամեքենաների վրա, չէ՞, ընդհանրենք Ուրալներ, Կամազներ։ Մեծ մեքենաների, հրամանատարական գեդերի, զորամիավորումների, պահեստների, նմանատիպ օբյեկտների վրա։ Գոնե առաջի ընդամենը 3-4 օրում կարելի էր կողմնորոշվել եւ դրանից խուսափել, կարծում եմ։ Դե այդ դեպքում համալրումը այլ ծով պետք է լիներ։ Իսկ մենք այդ համալրման համար այդ բազան չունենք։ Ինչևէ, իսկ այդ պատճառներից մեկը պարտության դա էր, էլ ինչն էր պատճառը։ Կամ այսպես ասեմ, օրինակ պատերազմի առաջին օրը դու որպես զինվորական, որպես սպա, ընդ որում ամենաթեժ հատվածում գտնվող դու պատկերացնում ես այն արդյունքը ինչ ունեցանք։ Չէ։ Իսկ երբ մոդեցավ կոմոդեն տեսակետը, որ մենք պարտվելու ենք, կամ առհասարակ այդ 44 օրյա պատերազմի ընթացքում դու պարտության մասին մտածում ես ընդհանրապես։ Պարտության մասին չէի մտածում, բայց երազանքներով էլ չէի ապրում։ Կար իրավիճակ, որից պետքա վերլուծություն կատարել ու հասկանալ, այո, հակառակորդը արդեն մեր հանդեպ ուներ առաջխաղացում, մեր հանդեպ ուներ կերակայություն։
ուղղակի պետք է կարողանանք վերամիավորվել, վերախմբավորվել ըստ ինձ, հա։ Պետք չէր, որտեղ որ հակառակորդը մխժվել էր, իր արդեն սկսել էր իր հիմնական խնդիրը կատարելը, մոդական խնդիրի ավարտից հետո սկսել էր հիմնական խնդիրը կատարելը, առաջ գալը մինչև մեր Բերդաքաղաք Շուշի, ինչ որ մի չափով իրան էլ վերախմբավորելու կարիք կար մեր կողմից, այսինքն այլ հակառակ ուղղությունից կատարել էր որովհետև մեմ հարցակողական գործողություն, մեծ մասշտաբի, հա, որ մենք իրան պարտադրենք այդ հիմնական ուժերն ու միջոցները փախչել, արդեն ընդանուր ռազմաճակատով մեկ։ Օրինակ նախատեսված էր հակագրող հադրուտում, բայց արդյունքում այդ հակագրողը ոչ թե իրավիճակ փոխեց, այլ ընդհակառակը հանձնվեց հադրուտը։ Իսկ հնարավոր է Շուշիից իրավիճակը փոխել։ Դες օրինակ գեներալներից մեկը ասում էր, որ ինքը կարող էր դա անել, եթե սպառազինման մատակարարումը կփակեր Շուշի հատվածում, մյուս ասում էր, որ դա անհնարին էր, որովհետև այդքան ուժ չունեինք։ Իսկ դու որպես զինվորական մարդ, որը բացի իր բուն գործողությունները կատարելուց, գոնե ես կարող եմ փաստել, ընդունակել, նաև հետաքրքիր վերլուծություններ անելու։ Այ օրինակ պատերազմի ժամանակ դու ինքդ որպես սպա ունեցել ես ինչ-որ փուլում որոշակի ծրագիր, որով կարող էր ենթադրենք Բերդաքաղաքի պաշտպանությունը ավելի արդյունավետաբավել։ Դե մենք պետք է չհասնենք դեռ, որ Բերդաքաղաքի մեջ անցնենք պաշտպանություն, Կարջան, համար մեկ հարցը է։ Իհարկե, ես հենց դա էլ նկատում եմ։ Եթե հակառակ տեսեք, ինչ ընդհանրապես հակառակորդը ոնց է գործել։ Մոբիլ խմբերով թափանցել է թիկունք, կամաց իր տեխնիկան մարդ կենտանի ուժը սկսել են մոդիկացնել այդ մոբիլ խմբերին, որոնք արդեն ձևավորվել են բազա։ Ժողովրդական հատվածում, չգիտեմ, շեխերում, օրինակի համար կամ Թաղավարտի ներքևի հատվածում բազաներ են ձևավորել։ Ու այդ բազաներից համալրվելով հասել են Բերդաքաղաքին տակ, Շուշի, ընդամենը պետք էր կոնոշած տարբերակով սնուցման ճանապարհը փակել, եթե նույնիսկ եւ Արտենեգ եդեղին հասել, հա, սնուցման ճանապարհը փակել եւ հակառակորդի հետ ներթափանցած ստորաբաժանումներին գցել ծուղակի մեջ եւ ոչնչացնել։ Օրինակ, որ հատվածում ռեալ հնարավորություն ունեինք դա փակելու։ Ունեցել ենք հնարավորություններ հակառակորդին օղակի մեջ առնելու։ Մեկը այդ Թաղավարտի ներքևի հատվածում այդ ներքևի ծորակը, որ հասնում էր մինչև Քարինտագու Շուշի, այդ հատվածում կարելի էր անել տվյալ գործողությունը, լավ, թափանցել էին, հա, միտեղ դե հիմա պատերազմ է, դու ամեն ինչ իդեալական չես կարող հաշվարկես, որովհետև իրավիճակը վարյան առ վարյան է փոփոխվում։ Կարելի էր թափանցածներին մինչև օղակի մեջ առնելը, թափանցածների սնուցման ճանապարհը փակել։ Կփակվեր դա միապոլիայով, ագանատաշտերով կփակվեր, թե կփակվեր մարդ ուժով, թե կփակվեր ուղղակի բնական արգելանքներ ստեղծելով, հնարավորություն կար։ Կարելի էր ըստ ինձ, այդ տվյալ ճանապարհը, որ եկե բարձրացել են Բերդաքաղաք, այդ տվյալ ճանապարհի վրա ագանատաշտ դնել ու խառը ագանատաշտ, ընդ որում եթե նույնիսկ մեր ժամանակը չհերիքեր, բաց ագանատաշտ, այսինքն հողի վրա։ Այդ կալացած հակառակորդի արդեն բերած ստորաբաժանումները, որոնք որ պետք է միանան իր մոբիլ խմբերին, այդ ագանատաշտերը տեսնելով ուզեն կանգ էին առնելու։ Իսկ այդ բարձունքների վրա մենք ենք։ Կարելի էր դեղից հանգիստ իրանց սարքելու ամեն ինչ այո։ Որովհետև ագանատաշտի հիմնական գործառույթը այն չի, որ հա տեխնիկան կամ մարդ ուժը եկավ կանգնավ վրան տարակա, ոչ։ Ինքը նաև ժամանակ է շահում։ Տեխնիկան հետ տալ,
Միներից մաքրել, այո, տարածքը այո, եւ այլն։ հետ տալ, ուրիշ ճանապարհ գտնեն, իսկ դա հակատանգիստի համար ամենայն դեպս ամենալավ պահանա, որ հակառակորդի զրահից տեխնիկան խոցի։ Այո, իրականում եթե նույնիսկ ճարագանում դա մի քիչ դժվար էր, որովհետև ավելի հարտավայրեր էին, արդեն ավելի խորը հատվածներում ինձ թվում է սկզբում իհարկե դժվար չի եղել։ Այդ ճարագանում երբ ավելի սկսեց դժվարանալ իրավիճակը, կամ փորձեմ հարցս այսպես ծավալկերպել, ու սովորաբար կապիտուլացված երկրում հերոսներ չեն լինում, որովհետև այդ կապիտուլյացիան հերոսների փառքը այսպես խամրեցնում է, բայց օրինակ 44 օրյա պատերազմում կոնե իմ հերոսներից կամ իմ պատկերացրած հզոր սպաներից մեկը հենց Հակոբյան Արթուրն էր։ Ուզում եմ հասկանալ իր մայից հետո իրավիճակը փոխվեց, թե արդեն էր իրավիճակը շատ ավելի վատ։ Դե տեսեք, ընդհանրապես ճարագանի իրավիճակի փոփոխությունը, որ ասում ենք ավելի վատ արածավ, մի փոքր բանավիճելի հարց է, որովհետև մեր երկու ստորաբաժանումները, երկու մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները, գումարտակները, առաջի եւ 4-րդ գումարտակներն, այսինքն մեր պաշտպանական գծի ցախակոմյան հատվածի երկու գումարտակները միջով հոկտեմբերի վերջերը գտնվել են իրաց մարտակարգերում։ Աջակողմյան երկու գումարտակը, որն օրենքով պատերազմի գլխավոր հարվածը վերցրել է իր վրա, իր մոտ մասնադումը արդեն մասնադված էր։ Պատերազմի արդեն 3-4 օրերին արդեն իսկ որ հակառակորդը մխրճվել էր արդեն։ Արաքսի հովտով առաջ էր գալիս։ Այդ ժամանակ արդեն խնդրեմը այն ժամանակվանից սկսավ, որ մենք մխրճում եղավ ու մենք չկարողացանք թեկուզ թիկունքում, մեր թիկունքում կարողանանք մեզ օգնության եկած կամ որ նոր պլանավորած էր գար այդ օգնությունը այլ ստորաբաժանումներով փակենք։ Հակոբյան Արթուրը իմ մարտական ընկերն է, Հավեշ Փարք Իրան, մենք իշքան որ ապրում ենք, ինքը մեր հետ ապրում է, ինքը մեր հետ ֆիզիկապես է բացակայում ընդհանուր առմամբ ինքը լուրջ դերակատարում է ունեցել մինչև իր զոհվելը հակառակորդի կողմից կատարված կրոնները կասեցնելու, հակահարվածներ կատարելու ամբողջ այդ ռազմական օպերացիաների մեջ։ Ինքը մեր զորամասի շտաբի պետն էր, ինքը ամեն ինչ կոորդինացնում էր։ Շատ դեպքեր եղել կոնկրետ էս Իրանից խնդիրներ եմ ստացել, այդ խնդիրները կատարել եմ համագործակցության կապեր եմ հաստատել։ Իր զոհվելուց հետո իր զոհվելը ու այդ օրերի կատարվող իրավիճակը արդեն իսկ ցնորքի հասցնող էր։ Մեկը առաջ է գնում, մեկը հետ է գնում։ Մեր հրետանին աշխատում, իրանց հրետանին աշխատում, մենք մարտակարգերից դուրս եկած ենք։ Իսկ եկեք փաստենք, որ մեր բանակի զինվորները ավելի լավ են կրվում խրամատում, քան պաստաշտում։ Իսկ այդ պաստաշտերում ժամանակին եղած ինժեներական կահավորումները նույնիսկ որ թեթև արդեն իսկ հողակույտ էին դարել, հա, այդ ռովեր կոչվածները կամ չգիտեմ, այդ բրուսվեր կոչվածներն արդեն ընդամենը փոքրիկ թմբեր էին, նույնիսկ այդ թմբերը մարդկային կյանքեր են փրկել։ Այդ իրավիճակում ուղղակի մեր շտաբի պետի զոհվելու ժամանակահատվածը ու այդ խոճապային իրավիճակը միաժամանակ եղավ։ Իսկ զինվորականները կփաստեն, որ շտաբի պետը ամեն ինչը համակարգողն է։ Ինքը շտաբի պետը մտահղացում տվողն է, հրամանատարը հաստատողը։ Փարք մեր Հակոբյան Արթուրին, որովհետև ինքը մինչև ոնց ասեմ, մինչև վերջի բջիջի ինքը զգում էր պատերազմը։ Հիշում եմ մի դեպք, երբ որ հակառակորդը այսպես կոչված չթույլատրվող զենք էր կիրառում մեր հանդեպ, մեր վրա կասետային ռումբեր են, հա, դե գիտենք, որ մի 7 հատ պետքա տրակի, կասետ կա, որ մի 7 հատ է տրակում,
մեկի 5-ად, մեկը 6-ад։ Մի խոսքով գնում ենք Նյուզգար բնակավայր, այնտեղ մենք իրավիճակը հասկանալու պատերազմի առաջի թե երկրորդ օրն էր գիշերով։ 1, 2, 3 տարեկան մնացածը չտարական։ Այնտեղ մենք շտաբում ենք, պետք է հասնենք տեղ։ Երջանկայի շատակ շտապ պետք է կանադն է տարակի էլ ինքեշտանկել է ինչ է սասներդ։ Ինքը ամբողջ բջիջներով զգում էր պատերազմը։ Իրար հետ նստած տեսա նկարանու սարքերով, տեսա դիդարգման սարքերով տանում ենք հագարագործի տեխնիկային, որը եկել է, որ սկսում էր վրա աշխատել է։ Իրա այդ հագարագործի տեխնիկան կանգնած է 3 ժամ աշխատում է։ Իսկ մասնագետները կփաստեն, որ 3 ժամ այդ 5-ը պրոստը աշխատելու ժամանակ իրան պետք է հասցնել վառելիք, դիզվառելիքը պետք է հասցնել։ Մենք նստած նայում ենք, որ լավ կանգնած աշխատում է, շարժվում է, բայց կոնկրետ չի կրակում։ Մինչև վերջել չկարողացանք վերլուծել, հասկանալ, թե ինչ է ուզում էսի անի, այս տեխնիկայի ազնագազմը ինչ է ուզում անի։ Այդքան ժամանակ կանգնած այս որպես բարերը ականջից մեջ է։ Լավ էս ստարակարյուջին եպա վերջանալու, հենց այդ ծև, որ կան ավելի շատ միսնարյադով, հա, ավելի շատ խոցվեն։ Իրա բարերը ականջից մեջ է։ Ինքը մինչև էս ասում եմ, մինչև վերջի բջիջը զգում էր իրա պատերազմը։ Իսկապես ինքը բանակի համար շատ մեծ կորուստ էր, առհասարակ։ Եվ ինքը եւ մեր գնդի հրամանատարը, գումարտակի հրամանատարները բոլորը մինչև վերջ զգում, մինչև իրենց վերջի բջիջը զգում էին պատերազմը։ Մեր հավատում ես հետ կգնանք։ Կներես անտադեցի, բայց հետ գնալը մի մեծ աշխատանք է։ Հետ գնալը մի մեծ բանաձևերի համախումբ է, որ այդ բանաձևերը լուծելով պետք է հետ գնանք։ Մենք պարտադրված ենք հետ գնալու։ Այսօր լինի, վաղը լինի, թե մյուս օրը պետք է հետ գնանք։ Մենք այնտեղ ինքնություն ենք թողել։ Մենք այնտեղ ապրելակերպ ենք թողել։ Այդ սահմանները, որ կցված են, այրունով է կցված եղել։ Թե ինձանից ավակ սերունդը, թե մեր սերունդը, այդ սահմանների այդ հողուչերի համար պատերազմ է տվել։ Մի բան հավելեմ ու այդ քո ասածի պահով ասեմ, ինչի ենք պարտական կոնկրետ հետ գնալու, հա։ Ուրեմն բազմիցս անգամ տարբեր, մեզ պատերազմի տաշտում եմ եղել, չեմ իմացել այդ ամեն ինչի մասին, մեր հրամկազմի, մեր հրամանատարի մասով առօրյա թռուցիկ խոսակցություններ, թե չգիտեմ, պրոբլեմատիկ հրամանատարի խնդիրը չէր կատարում բան, բայց ուզում եմ փաստեմ հետևյալը, որ մեր գնդի հրամանատարը ինքը մինչև մեր մարտակարգերից դուրս գալը մինչև իրան պաշտոնից հանել է, երևի 5 րոպե նստած չի անի այդ քանի օրվա մեջ, այդ շաբաթվա մեջ ինքը նստած չլինի, ինքը կանգնած գրիվ է ղեկավար է։ Մենք սպաներ ենք ունեցել, որ իրանց պաշտոնյանական դիրքը կողքի դրած, իրա ընդհանրապես իրա մասնագիտությունից դուրս գործերը արել ու դրանով հակառակորդի հրամանատարական կետեր խոցել։ Թուրք ազգության ոչ թե ադրբեջանցի, այլ թուրք գեներալների, որոնք որ ղեկավարել են մեր շրջանում մարտական գործողությունները, իրանց է ոչնչացրել։ Ու նույնիսկ իրա մասին ադրբեջանական մամուլն է գրել։ Այսինքն ինչ է խոսում, ինչ է ասում այդ ամեն ինչը, որ հայկական բանակը հայ զինվորն ու հայ սպան չի պարտվել, բայց ընդանուր համակարգում ինքը պարտվել է։ Դու արդեն խոսում ես նրա մասին, որ մենք տարբերակ չունենք, պետք է հետ գնանք։ Իրականում հետ պետք է գնանք, որովհետև մենք այնտեղ թողել ենք մեր արմատները։ Իսկ այ հենց այս ծառը առանց արմատ իհարկե չի կարող ապրել։ Այո, Արցախը մեր արմատն է։